ես իր մանկության ընկերն եմ, իր դասարանցին եմ, մինչև ուսանող ժամանակ Երևանում սովորելու ժամանակ էլ մենք իրար հետ ենք մնացել։ Հենց որ ես անգիր գիտեմ, էլի, էլ եմ հարցազրույց ունեցել ես իրա վերաբերյալ։ Կարաք ինչ հարցնեք, ինչա հետաքրքրում ձեզ ասեմ։ Տեղյակ եք, որ եկել եք Հայաստան։ Այո։ Եվ դե ինքը Սահմանազատման հանձնաժողովի նախագահն ադրբեջանական կողմից պարբերաբար հանդիպումներ են ունենում։ Հանդիպել էին Գաբալայում, հիմա էլ եկել է Հայաստանում են հանդիպում։ Այդքանը կարամ։ Թե ինչ հարց են հիմա կոնկրետ քննարկել, ես գիտեմ։ Բայց ասել եք, որ ցանկություն է հայտնել ուզել է դա։ Ես լուրերից եմ իմացել։ Բայց կոնկրետ ստեղ գյուղում երևի ոչ մեկը կոնկրետ տեղեկություն չունի։ Բայց որ այդ լսել եք, հա, որ ցանկություն է հայտնել, ինչ տրամադրություններ էին գյուղում։ Դե ճիշտն ասած, ես այսօր ինչ որ չեմ շփվել գյուղացիների հետ, չեմ կարող ասել։ Կոնկրետ ձեր մասով, դուք կուզեիք հանդիպել իր հետ։ Դե կուզեիք գալ գյուղ։ կոնկրետ ես իրա ոնց որ դասարանցին եմ, իրա հետ եմ եղել, բայց առանձնահատուկ իմ մոտ չկա ցանկություն։ Հաշվի առնելով այս ամեն ինչը ես ցանկություն չունեմ կոնկրետ։ Ինչ որ մտածում եմ, այն եմ ասում եմ։ Կոնկրետ եթե հաշվենք ինքը եկածելներ, ցանկություն բաներ, օրինակ իմ կողմից չկա, ես ցանկություն չունեմ։ Վերջին անգամ դուք եք հանդիպել։ Դե վերջին անգամ ես չեմ կարող կոնկրետ հիմա թիվն ասեմ։ Իրանք ստերից գնացել են, այն չի, որ ոնց որ Ադրբեջանից են մեր հայրենակիցները, ոնց որ ասած մարզապուրտ փախած եկել, իրանց կոնկրետ իրանց տան տունը վաճառվել է, ինչքան գիտեմ, լավ էլ գումարով վաճառվել է, իրանք հանգիստ ձևով Ղազախի շրջան են գնացել, ինչքան գիտեմ։ Դուք իրեն ո՞նց եք դիմում, Շահին, թե։ Չէ, իր իսկական անունը Շահեն է, Շախին չի, Շախինը փոխվել է երևի Ադրբեջան տեղափոխվելուց հետո, երևի որպեսզի Հայաստանի հետ ինչ որ առնչություն չլինի, երևի Շահենը հայկական տարբերակն է, իրանց մոտ Շախինն է, Շահենի ադրբեջանական տարբերակը Շախինն է։ Ինքը անունը փոխել է, իր իսկական անունը Շահեն է եղել։ Մուստաֆաև Շահեն Աբդուլլա օղլու։